Ինչպես նպաստել օրգանիզմի ինքնամաքրման գործընթացին։ Ուշադրություն ասում եմ 4 քայլ։ Առաջին, դադարեցրեք քնելուց առաջ սնվելը։ Եթե քնի ընթացքում ստամոքսը լցված չէ, ապա տեղի է ունենում դետոքսիկացիա եւ աղիների մաքրման բնական գործընթաց։ Առատ ընթրիքը եւ գերսնումը կարող են հանգեցնել օրգանիզմի գերհագեցմանը սննդային մնացորդներով։ Երկրորդ եւ շատ դաժան կետ։ Առավելագույնը սահմանափակեք յուղոտ եւ տապակած սնունդը, բնականաբար նաեւ քաղցրավենիքները։ Յուղոտ եւ քաղցր պարունակող սնունդը ճնշում են աղիների աշխատանքը։ Դրանց ավելցուկը խառնվելով լորձի հետ կուտակվում է օրգանիզմի մեջ։ Երրորդ կետը՝ ավելացրեք ջրի քանակը։ Նյութափոխանակության բոլոր գործոնները տեղի են ունենում ջրային միջավայրում։ Օրվա ընթացքում խմեք 1.5-ից 2 լիտր ջուր, իսկ ավելի արդյունավետ լինելու համար ավելացրեք ալոե վերայի խտանյութը, որը կարգավորում է մարսողական համակարգը։ Իսկ վերջին 4-րդ քայլը՝ սննդակարգին ներառեք բջջանյութ։ Բջջանյութը նպաստում է աղեստամոքսային տրակտի մաքրման գործընթացին, իսկ դուք պարզապես օգնեք ձեր օրգանիզմին շնչել ներսից։ Եղեք առողջ։